Հարգելի լրատվամիջոցներ, ուզում եմ ներկայացնել այսօրվա մեր միջոցառման ձևաչափը։ Այն մի փոքր տարբերվում է սովորական հավաքներից։ Մենք ոչ թե քննարկում ենք այսօր կազմակերպել կամ ասուլիս մամլո, այլ ներկայանում ենք հանրությանը իբրև համահայկական հասարակական դաշինք եւ չունենք դրսից ուղղակի հրավիրվածներ, ուզում եմ շեշտել, որ բոլոր ներկաները մաս են կազմում համահայկական հասարակական դաշինքի։ Մենք հետագայում ունենալու ենք իհարկե քննարկումներ ոլորտային տարբեր ուղղություններով, բայց այսօր կներկայացվեն հիմնական սկզբունքները, հռչակագիրը, որը դժվար ճանապարհ անցավ մշակման, քննարկումների, որտեղ երբ ինքներդ եք հասկանում կայացած մտավորականներ հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձինք են մասնակցում նման հռչակագրի մշակմանը, ապա դա հեշտ չէ եւ երկարատև գործընթաց է։ Պատիվ ունենք ասելու, որ մենք համաձայնեցրել ենք բոլոր սկզբունքային կետերը եւ այսօր կարող ենք ձեզ ներկայացնել մեզ միացել են Սփյուռքի տարբեր հայկական համայնքներից եւ այսօր մենք առիթ կունենանք լսելու նաեւ Սփյուռքի ձայնը առցանց թույլ տվեք նաեւ առաջարկել ելույթների համար եւ հարցերի համար իհարկե պարզաբանման հարցեր եւ կարճ կարծիքներ կհնչեն ռեգլամենտ սահմանել, որպեսզի կարողանանք բոլորին բոլոր մտահոգ հարցերը հնարավորինս արծարծել։ Առաջարկում եմ հիմնական ելույթների համար նախաձեռնող խմբի կողմից, որ կհնչեն, սահմանել 5-ից 7 րոպե ժամանակ առավելագույն իսկ ելույթների համար 3-4 առավելագույնը 5 րոպե ժամանակ։ Հարցերի համար եւ կարծիքների, ինչպես նշեցի, 1-2 րոպե։ Եթե համաձայն եք, ապա ձեր համաձայնությամբ թույլ տվեք սկսել միջոցառումը։ Դեմ չկա ներկաներից։ Շնորհակալ եմ։ Ես շատ կարճ ուզում եմ նաև ասել, որ համահայկական հասարակական դաշինքը գաղափարը պատկանում է իմ սիրելի գործընկերոջը, իմ ընկերոջը, Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանին եւ շնորհակալ եմ, որ ինքը համարձակորեն իր շուրջը համախմբեց Հայաստանի հասարակության կարևորագույն ուժերին, ուզում եմ նախապես ասել, որ մենք երկար ենք մտածել պարոն Կարապետյանի հետ, թե ինչը ավելի կարող է արդյունավետ լինել եւ շատ չնմանվել այն փորձերին, որ ցավոք սրտի ձախողվում են, փորձել ենք հիմնական շարժիչ ուժերը ներգրավել հանրության եւ ինքներդ եք հասկանում, որ առանց երիտասարդության որևէ նախաձեռնություն չի կարող ունենալ հաջողություն։ Ներգրաված են շնորհալի արժանի երիտասարդներ, որոնք այսօր խոսք են ասելու, շատ ենք խոսում հայ կանանց դերի մասին, բայց ցավոք սրտի իրականությունն այն է, որ մենք սահմանափակվում ենք բաժակաճառի մակարդակով մեծարումներով, երբ խոսքը վերաբերվում է այսօրվա իրականության մեջ հայ կնոջ դերակատարությանը, պետք է խոստովանենք, որ դեռևս մեր ակնկալված դերը չի ստանձնել հայ կինը։ Ուրեմն հայ կանայք բավական լուրջ ներդրում ունեն եւ ունենան ապագայում համահայկական հասարակական դաշինքի գործունեության մեջ։
Հայաստանի պետականության կայացման, Հայաստանի անվտանգության ապահովման մեջ ռազմական գործիչներ, իրենց ավանդ ունեցող ռազմական գործիչներ ևս միացել են եւ փորձագետներ դաշինքին։ Հոգևոր դասը, միգուցե ես սկզբից պետք է ասեմ, որտեվ առանց հոգևորականների, առանց հայոց առաքելական սուրբ եկեղեցու, ես չէ որ պետք է ասեմ, ինչ կլիներ մեր գոյությունը։ Սփյուռքը Հայաստանի հետ մենք դիտարկում ենք որպես մեկ միասնականություն եւ դրա համար համահայկականության մասին պրոֆեսոր Կարապետյանը առանձին կանդրադառնա։ Ես շատ հակիրճ կփորձեմ տեղավորվել ժամանակի մեջ եւ խոսել ընդհանուր նպատակի մասին, որ որդեգրել ենք եւ հիմնականում դաշինքը ունի ոչ միայն համահայկական, այլ վերքաղաքական, վերկուսակցական բնույթ։ Շատերի մոտ կարող են տպավորությունը ստեղծվել, որ 2026 թվականն է, այդ գայթակղությունը կա, որ ուրեմն ընտրություններին միայն նայենք եւ մեր քայլերը կողմնորոշենք անպատասխան ձևով, ոչ։ Սա ընդհանրապես զուգադիպություն կարելի է համարել, ինչու ես ուզում եմ հիշեցնել, որ պատերազմից հետո մեր Արցախյան հերոսամարտի հաղթանակի խորհրդանիշ Արկադի Տեր Թադևոսյանի առաջարկով ձևավորվեց եւ մինչ օրս ուրախությամբ պետք է ասեմ գոյություն ունի կա քաղաքացիական խորհուրդը, բոլոր այդ նպատակները, բոլոր երազանքներն ու իղձերը, որ որոշ չափով դանդաղեցին Արկադի Իվանովիչի երկրային կյանքից հետո, պատիվ ունեմ ձեզ զեկուցելու, որ նոր թափով իր վրա է վերցրել համահայկական հասարակական դաշինքը։ Լավ գաղափարը չի կարող կիսատ մնալ, չի կարող անկատար մնալ։ Հայորդիները չեն կարող թողնել իրենց երկիր, իրենց տունը այն վիճակում, որում հայտնվել է։ Իհարկե, վերքաղաքական եւ վերկուսակցական է մեր գործունեությունը։ Բայց եթե ավելի խորը մտածենք, ապա մեր տունը, հայոց տունը գող է մտել, պատկերավոր ասած։ Մեզնից գողացել են կամ փորձում են գողանալ դարավոր ազգային, հոգևոր եւ նյութական արժեքները, գողացել են ու փորձում են գողանալ մեզ համար ամենաթանկը երևի մեր երիտասարդների կյանքերը, գողացել եւ փորձում են գողանալ վստահությունը ոչ միայն իրենց հանդեպ, այլ նաեւ միմյանց նկատմամբ, որ ամենամեծ ցավն է։ Եվ ստացվում է այնպես, որ մենք տարբեր ոլորտի ներկայացուցիչներս, ռանչպարներս, եթե կուզեք, մեր արդար վաստակով հայոց տունը շենացնելու համար վարձում ենք վարպետության խոստումներ մեզ տվածներին եւ երբ վերադառնում ենք մեր աշխատանքից, տեսնում ենք մեր հայոց տունը ավերված։ Ես չէ որ պետք է ասեմ, թե ինչպես պետք է վարվել այս պարագայում։ Շատերը իրենց գլուխը կորցրել են, շատերը մեկուսացել են ցավից։ Շատերը մտածում են, որ միգուցե անիմաստ է արդեն։ Յուրաքանչյուրս մեր մեջ պետք է ուժ գտնենք, հասկանալու, որ ցավը չպետք է պառակտի մեզ, ցավը պետք է միաբանի բոլորիս։
Եվ հավատքը ավելի պետք է զորացնենք մեր մեջ, որպեսզի շիտակ նպատակին կարողանանք հասնել։ Ես ուզում եմ ավարտել խոսքս մի նաև գաղափարով, որ ցավոք սրտի մեզնից յուրաքանչյուրը երևի նման գայթակղություն ունեցել է ներկա լինելու տարբեր ձևաչափերով, տարբեր կազմավորումների։ Ուզում եմ հորդորել, եթե թույլ կտաք, լինենք միտեղ, զորացնենք մեր ուժը, մեր գործը և դրանով կարողանանք առաջ գնալ։ Տարբեր ձևաչափերում լինելով, ես երեկ բառացիորեն առաջի օրը հայտնաբերեցի, որ արդեն մեկնարկը չտված սուրոգատներ են պատրաստել։ Դա սպասելի էր, ավելի մեծ վտանգներ են լինելու, մենք դրանից երաշխավորված չենք, բայց եթե հավաքվել ենք, պետք է բռունցքվենք և պետք է իսկապես մեր ուսերի վրա վերցնենք այն բեռը, որը պետք է մեզ հասցնի դեպի լույս։